Վերջին շաբաթը ցույց տվեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենաթունդականներից մեկը, անկլավների եւ էքսկլավների խնդիրը, պատրաստ է պայթելու։ Բաքվի իշխանությունները ոչ միայն պահանջում են Հայաստանից անհապաղ վերադարձնել իրենց համար անկլավային համարվող տարածքները, այլև իրենց հայտարարություններով ուղղակիորեն սպառնում են սահմանային նոր լարվածությամբ։ Ղազախի շրջանի գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը Ադրբեջանի մշտական ուշադրության կենտրոնում է։ Կվերադարձնենք դրանք։ Հաջիզադեի շուրթերով Բաքուն փաստացիորեն շանտաժի է ենթարկում խաղաղության գործընթացը։ Ադրբեջանական կողմը հարցը դիտարկում է ոչ թե բանակցային, այլ միանշանակ պահանջի հարթությունը, մինչդեռ Երևանը այս անգամ կտրուկ հակադարձում է, հիշեցնում Հայաստանի դե յուրե տարածքի Արցվաշենի մասին։ Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ժորժ ջան, Արցվաշենը մեր տարածքն է, հասկանում եք։ Ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արցվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որտեղ դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեն կարող չխոսել Արցվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Ընդ որ ոչ միայն Արցվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Ադրբեջանը հրապարակավ անտեսում է հայկական պահանջները չանդրադառնալով անգամ Սև լճի հատվածում մեր տարածքների օկուպացիային։ Նրանք պնդում են, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները ենթակա են անվերապահ վերադարձի։ Նախ ասեմ, ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արցվաշենի վերադարձի մասին։ Ասեմ ինչու։ Դա նշանակում է մի բան, որ ինքը պատրաստվում է եւ նրանից արդեն պահանջում են, որ ինքը վերադարձնի այն 3 անկլավները Քյարքին, հայտնի որ Տիգրանաշերտը, Տիգրանակերտն է եւ Տիգրանաշենն է ուսում եւ բանի է Տավուշի շրջանի անկլավները, որ վերադարձնի Ադրբեջանը։ Հիմա գիտեք, դա շատ վտանգավոր զարգացում է ու հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի դիկտատը Հայաստանի նկատմամբ, որովհետեւ այսօր մի լուծում կա։ Կամ մենք պետք է փոխանակենք այդ տարածքները, որովհետև ասենք այդ ադրբեջանական անկլավները մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհների վրա են դրված ու պարզվելու է, որ մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհները անցնելու են Ադրբեջանի տարածքային բանի տակ, վերահսկողության տակ, որը ես կարծում եմ շատ վտանգավոր բան է։ Արցախը այդ առումով ոչ մի խնդրեմ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որովհետև ինքը մի հատ sense կտրված, մի հատ կղզյակ է, որը ստրատեգիական որևէ ճանապարհ կամ խնդիր չի բարդացնում Ադրբեջանի համար։ Ադրբեջանցի փորձագետներին եւս անհանգստացնում է ինչպես է լուծվելու հարցը։ Նշում են, եթե տարածքային փոխանակում չլինի, ապա ապագայում այդ տարածքները հերթական զինված հակամարտության խթանն են դառնալու։ Մեր 4 գյուղերի եւ Հայաստանի 1 գյուղի ճակատագրի լուծման խնդիրը լուրջ հարցեր է առաջացնում։ Կարծում եմ միջազգային փորձի հիման վրա այստեղ լավագույն տարբերակը հողերի փոխանակումն է։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք Բաշքենդը հանձնել Հայաստանին, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք համաձայնվել մեր երկրում հայկական անկլավի ստեղծմանը։ Ի պատասխան ադրբեջանական վերջնագրի տրամաբանության քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը հակադարձել է. միակողմանի զիջումներ լինել չեն կարող։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ, մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Այս խնդիրը ոչ միայն սահմանազատման, այլև իրականում իրավական պատերազմ է տարածքների շուրջ։ Երևանը պնդում է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի միջև գծված իրավական սահմանների հիմքերի վրա։ Սակայն Ադրբեջանը շարունակում է իր պահանջը ներկայացնել որպես հողի վերականգնում, ամբողջությամբ անտեսելով Հայաստանի դե յուրե
տարածքի զավթումը։ Գառնիկ Դանիելյանն է հիշեցրել, ինչպես պետք է փոխանցեին 900 հեկտար բերքաբերից, սակայն այդպես էլ չարեցին։ Միակողմանի զիջում է արվել հայկական կողմի, ես այս օրինակը բազմիցս անգամ բերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, ինչը վերաբերվում էր Կիրանց ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, բերքաբերից 900 հեկտար ստանալու։ Անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող բերքաբերի, ուրեմն լճից այն կողմ Հայաստանի Հանրապետություն չի ստացել։ Մինչդեռ բանակցային գործընթացը դանդաղում է, անկլավների շուրջ առկա լարված ռետորաբանությունը մեծացնում է սահմանային լարվածության բռնկման ռիսկը։ Բաքվի փողոցներում կործանիչների ցուցադրմամբ Ալիևը հենց այս խնդիրն է լուծում։ Բացահայտորեն ակնարկում է ուժային լուծման մասին, փորձելով Երևանից միակողմանի զիջումներ կորզել։ Արտվաշենի տարածքը մոտ 4000 հեկտար է կամ 40 քառակուսի կիլոմետր։ 2021 թվականի մայիսի 12-ից հետո Ադրբեջանը զավթել է տարբեր հաշվարկներով եւս 215-ից 241 քառակուսի կիլոմետր։ Իսկ Հայաստանում ադրբեջանական այսպես կոչված անկլավների ընդհանուր մակերեսը մոտ 44 քառակուսի կիլոմետր է։ Դիանա Կարապետյան, Reopen Media։